Այսօր հունիսի 18-ին Վերաքնիչ քրեական դատարանը ուժի մեջ թողեց Ցորի D20 դիվիզիոնի գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը։ 2025 թվականի փետրվարի 7-ի թիվ 1 դոնելով ապրել։ Որոշումը կավարտվող հրապարակ դատարան սահմանված ժամկետ։ Սահմանված ժամկետում դատավարության մասնակիցները կստանան որոշումը օրենքները։ Դատական լիստը հայտարարված։ Շնորհակալություն, պատվարժան դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության հոկտեմբերի 12-ին Ցորի D20 դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ հարձակվող խումբը յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է անփութության մեջ։ Այդ օրը դիվիզիոնի 20 զինծառայող զոհվել են, իսկ Զորամասի հրետանու պետ Նորայր Հայրապետյանը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Եվ ես ասեմ նաև, որ այս վճիռը կարևոր է ոչ միայն մեր համար, մեր երեխաների համար, այլ նաև այն տղաների համար, ովքեր այսօր ծառայում են կամ վաղը ծառայելու են, որպեսզի ցանկացած պահ ինչ որ հրաման կամ հրահանգ արձակելուց առաջ մի քանի րոպե գոնե մտածի, որ խաղում է մարդկային կյանքերի հետ եւ դա անպատիժ մնալ չի կարող, եւ ամենակարևորը, որպեսզի մենք առերեսվենք մեր բաց թողումների, մեր խայտարակ սխալների հետ, քանի որ ապաքինման համար միակ ճանապարհը դա առերեսվելն է ճշմարտության հետ։ Պետք է իհարկե մեղավորը կրի իր պատիժը։ Իհարկե սա վերջնականը չի, դեռ կա վճռաբեկ դատարանի դիմելու հնարավորություն մեղադրյալի կողմից, մեղադրվողի կողմից։ Հուսով ենք արդարադատությունը էլի կհաղթի։ Այդ դատարանի այս տեմպերով աշխատել է, երկու օրը մեկ նիստեր նշանակել է, չգիտեմ, մոտավորապես մի քանի տասնյակ հազարանոց էջ պարունակող նյութերի ծանոթանալու համար պաշտպանին ընդամենը մեկ շաբաթ տրամադրել է, 11 սկվառակի դատական նիստի ձայնագրությանը ծանոթանալու համար պաշտպանին ժամկետ չտրամադրել է, արդեն իսկ խոսում է, որ արկա է նաև պաշտպանության իրավունքի խախտում։ Իհարկե կան բացթողումներ, ես իրավական գնահատական այս առումով չեմ կարող տալ, բոլոր ազնագազմն էլ թե կրտսերի սպայական կազմը, թե մնացածները ունեն բացթողումներ, դա սենց ասենք անթերի մարդ չկա եւ նման իրավիճակում որը մեկը չի կարող ասել ինչպես իրեն կդրսևորեր։ Այնուամենայնիվ այդ պատասխանը ո՞նց է եղել, որ մերոնք են։ Պատասխանը եղել է, քանի որ միջև այդ կար տեղեկատվություն դիվիզիայի ազնագազմի հրամանատարական կազմից, որ կան մոբից տեղանքում դիրքերը լքած ազնագազմ ու խոսքը գնում է մոտավորապես 600-700 հոգու մասին եւ գտնվում են այդ տարածքում։ Այս նման պարագայում եթե զանգում են, նկարագրում են, որ հայկական համազգեստով մարդ կա, ինչ պիտի պատասխանի Ջալալ Հարությունյանը։ Ջալալ Հարությունյանի պատասխանը եղել է, հավանական է մերոնք են։ Երկրորդ անգամ նույն պատասխանը հավանականության տեսանկյունից պատասխան է տվել, որ կարող է նաև մերոնք լինեն։ Բայց մյուս կողմից այդ նույն անմիջականորեն Ջուվարլուի մոտակայքում գտնվող դիրքից զանգում ու ասում են, նորիկ դրանք մերոնք չեն, դա թուրքեր է, մեր վրա հարձակվել է։ Այն եթեները նրանք, որ ներկայացնում են, եթե լիներ ինքնապաշտպանություն, եթե չգիտեմ, այս սպայակազմը սենց լիներ, զինվորները երկրորդ Մարկոսի իբր թե չփախներ եւ այլն, չէր լինի այդ հետևանքը, բայց կարևոր մի եթեն, որը սկսվել է հենց Ջալալ Հարությունյանի կողմից այդ խոսակցությունից հետո, որ մերոնք են, այդ եթեները բոլորը սկսվել են դրանից հետո, այսինքն անկյունակարային այդ պահը դա հենց մերոնք են, դրանից առաջ դիվիզիոնի հրամանատարը որոշում էր կայացրել դուրս գալ։ Կամ մեր հրամանատարը մենակ փախչելու հրաման տալու համար, այդքան չգիտեմ իրան հասել է եսիմ այդ կոչմանն ու այդ պաշտոնին, որ կարում է լավ ասի փախեք, ով որ կարում է փախեք, հա։ Եվ մենք զինվորի մահ ունենք, որ ընկել ավտոյի տակ տեղյակ եք։ Մենք ունենք զինվոր, որը ընկել է մեր ավտոյի տակ։ Մենք ունենք զինվոր, որը վազել է փախչող ազնագազմի ավտոմեքենայի հետևից, չեն էլ կանգնել, որ այդ մարդուն վերցնեն։
մեքենան քշել գնացել են իրանց ընկերոջը թողնելով դիրքում, որը գիշերը մնացել այդ նույն դիրքում, որը հակառակորդի դիվերսիոն խումբը մտել է, ու առավոտը դուրս է եկել։ Հիշեցնենք, որ առաջին Ատյանի դատարանը 5.5 տարվա ազատազրկման է դատապարտել Պաշտպանության բանակի նախկին նախարար Ջալալ Հարությունյանին։ Այսօր մեղադրյալը ներկա չէր դատական նիստին։